Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայրը մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի։ Ասած մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զեքայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկել թող Տեր օրհնի բոլորիդ իր սիրո խաղաղության մեջ պահի մենք այսօր նոր գլուխ ենք սկսում երկրորդ նամակը Տիմոթեոսին ուղղված Պողոս Արաքյալի 4-րդ գլուխը պիտի սկսենք առաջին 5 համարներ այսօր պիտի սերտենք տեսնենք թե ինչպես պետք է մարդ անի որ ճշմարիտ վարդապետության ուղղափառ հավատքի մեջ ինքը ամուր մնա եւ ինչքան կարեւոր է նաեւ թե հոգեվորական ինչպես պետք է կարող իր կյանքով վկայել այդ ամենը որպեսզի իր խոսքը նաեւ ազդեցիկ դառնա ինչից հետո սկսեց այս մասին խոսել Պողոս Արաքյալը Մենք անցյալ անգամ խոսեցինք Աստվածաշունչի մասին, Սուրբ Գիրքը, ինչպես պիտի կարդանք, ինչպես պիտի ապրենք, ոնց մեր կյանքի մեջ պիտի գործածենք այդ հզոր զենքը, որպեսզի մենք կարողանանք չարի բոլոր տեսակի հարձակումներից պաշտպանված լինել։ Ես ձեզ ասում եմ, սա Պողոս Արաքյալի վերջին նամակն էր, որ գրված էր, եւ այստեղ արդեն ինքը այնպես է գում, որ ինքը գիտի արդեն իր ժամանակը հասել է պիտի մեկնի, վերջին հրահանգներն է տալիս Տիմոթեոսին իբրև հոգեվոր առաջնորդի, իբրև եպիսկոպոսի, որ Եփեսոս քաղաքի եպիսկոպոսն էր, ինչպես խրատի, հանդիմանի, սաստի, դաստիարակի, համբերատարությամբ ու համբերությամբ, որտեղ ամեն մեկի համար կարևոր պետք է լինի, թե դու ինչպես ես մոտենում իրեն, ինչ հոգատարությամբ, ինչ սիրով, որպեսզի այդ մարդկանց կարողանաս բերել ճշմարտության մեջ։ Եվ այստեղի մի հատված, որ այսօր պիտի սերտենք, երրորդ համարը շատ կարևոր համար, որտեղ ասում եմ կգա ժամանակ, որ մարդիկ այնպիսի քարոզիչներ կգտնեն, ովքեր իրենց ակարդեն հաճելի բաներ կխոսեն, այսինքն կեղծիքին, սուտը, իրենց մեղք արդարացնող խոսքեր կխոսեն, բայց իբրև քրիստոնյա մեզ հորդորում ու հանդիմանում է, որ մենք ամեն դեպքում մեր հավատքը պահենք, չվախենանք նույնիսկ սաստել կամ հանդիմանալ այն մարդկանց, ովքեր կեղծ խոսքեր պիտի խոսեն եւ եկեղեցին պիտի փորձեն քանդել, հեռացնել ճշմարտությունից։ Անցնենք այսօրվա դասին 4-րդ գլխի առաջին համարը։ Այս բանն եմ վկայել տալիս Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առջև, որ դատել է կենդանին եւ մեռածներին իր հարության օրը, երբ գա իր արքայության։ Ուրեմն արդեն ասացի սիրելիներ, որ տեսեք ինչ ասում, այս բանն եմ քեզ վկայում Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առջև։ Ուրեմն Պողոս Արաքյալը գիտեր, որ արդեն իր կյանքի վերջին օրերն է ապրում այս աշխարհի մեջ, պիտի մեկնի, քանի որ քիչ հետո էլ կտեսնենք հաջորդ դասի մեջ, այսինքն ասում է, որ ես իմ բարի պատերազմը պատերազմեցի, գնում եմ իմ պսակը ստանալ, այսինքն սուրբերը, մարգարեները, առաքյալները, նաև այն մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքը Քրիստոսով ապրել են, իրենց նաև մեկման օրն ու ժամն են երբեմն իմացել, թե իրենք որ օրը որ ժամին պիտի մեկնեն այս աշխարհից, դրա համար քանի որ ինքը գիտեր, որ պիտի նահատակվի իրեն, պիտի տանեն գլխատելու, ինքը իր վերջին հրահանգներն է տալիս եւ ոչ թե միայն հրահանգ, այլև պահանջ է դնում, ասելով, որ ոչ միայն ես եմ ասում, այլև Աստծո եւ Հիսուս Քրիստոսի առջև եմ, այսինքն ինչ որ հիմա ես քեզ ասում եմ, Հայր Աստծո եւ Հիսուս Քրիստոսի համաձայնություն ունեմ, այսինքն իրենց համաձայնության եմ այս պատվերները տալիս քեզ, որ դու կատարես, այսինքն ինչ որ ես խոսում եմ, ինչ որ ասում եմ, համաձայնեցված է Աստծո եւ Հիսուս Քրիստոսի հետ։ Ուրեմն եթե մենք չպահենք Հայր Աստծուն եւ Հիսուս Քրիստոսի նաեւ պատասխան պիտի տանք այն բոլոր խոսքերի գործերի համար, որ մենք մեր կյանքում չենք պահել եւ չենք գործածել։ Ուրեմն Արաքյալի տված վկայությունը եւ հանձնարարությունը, սա ոչ միայն վկայություն եւ հանձնարարություն, արդեն ասացի, տրված է նաեւ Հայր Աստծուց եւ Հիսուս Քրիստոսից։ Ուրեմն մենք պետք է տեսնենք, թե ինչ գեղեցիկ համար կա, որ հաստատում է այս ամենը։ Ուրեմն Հռոմեացիների նամակի մեջ գրված է, ինչ է ասում Պողոս Արաքյալ այնտեղ, որ մի օր Աստծուն եւ Հիսուսին հաշիվ ենք տալու մեր արածների համար, ապա ուրեմն մեզանից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալիս իր համար։ Ուրեմն երբ որ մարդիկ կան, որ ասում են մենք ոչ մեկի առջև պատասխանատու չենք, մեզ ոչ ոք չի կարող ասել, ուրեմն այստեղից մենք տեսնում ենք, որ ոչ միայն Հայր Աստծուն Հիսուս Քրիստոսին պիտի պատասխան տանք մեր արածների համար, այլև այն մարդիկ, ովքեր մեզ փոխանցել են այդ խոսքը։
այլև այդ մարդկանց, ինչ ենք մենք ասում, մեղանչեցինք մեր հայրերի առջև, չէ՞, այսինքն մեր հայրերը, ովքեր արյան գնով, իրենց նահատակությամբ, իրենց տքնությամբ, ճկնությամբ պահեցին, պահպանեցին, փոխանցեցին մենք այդ հավատքը կորցրեցինք, մենք պատասխան պիտի տանք այդ ամենի համար։ Մենք չենք կարող ասել, չենք իմացել, չենք լսել, մեզ ոչ ոք չի սովորեցրել, բոլորն էլ գիտեն ճշմարտությունը, բոլորն էլ գիտեն իրենք ինչքան են շեղվել։ Ամեն մարդ գիտի իր բաժին մեղավորություն այս խոսքի մեջ, այս արարքի մեջ, այս գործի մեջ, ամեն մեկս էլ գիտենք մեր բաժինը։ Բայց քանի որ մենք մանկուց սովոր ենք ուրիշներին մեղադրել մեզ արդարացնելու համար, մենք միշտ փորձում ենք ուրիշներին մեղադրել։ Բայց տեսեք, ասում եմ, ամեն մարդ հաշիվ է տալու իր արածների համար։ Ինչպես որ մենք տեսնում ենք նաև Ղուկասի ավետարանի մեջ, որ 4-րդ կիրակին է մեծ պահքի տնտեսի կիրակի այդպես կոչվում, ինչ ասում, տուր քո տնտեսության հաշիվը։ Այսինքն պիտի գա ժամ, որ Տերը պիտի կանչի, մտ բեր տեսնեմ քո ամբողջ կյանքիդ հաշվետվությունը, ծնվածդ օրից մինչև այսօրը, ինչպես ես ապրել, ինչպես ես գործել, ինչ ես խոսել, ինչ ես արել, ոնց ես Աստծո հետ փորձել քո հարաբերությունները հաստատել, եւ այն ժամանակ մենք էլ տնտեսի պես պիտի խառնվենք ասելով, որ աշխատել չեմ կարող, մուրալ ամանչում եմ, պիտի գնենք դռնեդուր մարդկանց գտնենք, ասենք, արի մի հատ թուղթ գրի, որ մենք այսպեսին ենք եղել, լավ ենք եղել, չէ, ինչպես որ շատ հաճախ կեղծ բնութագրեր ենք մենք գրում մարդկանց համար, որպեսզի մարդիկ գնան, աշխատանքի ընդունեն, բայց մարդիկ այդ բնութագիրը չունեն։ Իսկ Աստծո առջև այդ բնութագիրը չի անցնել, որովհետև ամեն մարդ իր արածի համար պիտի պատասխան տա։ Իսկ Կորինթացին ուղղած երկրորդ նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է. «Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյան առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով, թե բարի եւ թե չար»։ Ուրեմն երբ որ ներկայանանք Քրիստոսի դատաստանի առջև, այսինքն ատյան առջև մենք պիտի նաև մեր գործած բարի եւ չար գործերի համար հաշիվ տանք։ Ուրեմն եւ չարը չի մոռացում Աստծո առջև, թե բարին չի մոռացում։ Եվ երբ պիտի մենք փրկվենք, Նարեկացին ինչ է ասում, եթե ես Արարատ լեռը դնեմ նժարի մի կողմ հաթի վրա, իմ մեղքերը դնեմ այս մի կողմի վրա, իմ մեղքերն ավելի ծանր կլինեն, քան Արարատ լեռը։ Ուրեմն այսինքն մենք այս հարաբերության մեջ պիտի դատաստանի ժամանակն եւ երևա մենք ինչ գործեր ենք կատարել, մեր բարի գործերն են ավելի շատ, թե մեր չարության եւ մեղքի գործերն են շատ։ Դրա համար ասում եք, այս բանն եմ վկայում քեզ Աստծո եւ Քրիստոսի առջև։ Ուրեմն այն ինչ որ Պողոս առաքյալը հիմա հանձնարարում է Տիմոթեոսին, սա հանձնարարված է նաև մեզ բոլորիս սիրելիներ։ Այսինքն ինչ որ մենք կարդացինք, լսեցինք, չպիտի մեր այս մի ականջով մտնի, մյուսով դուրս գա, մենք էլ ուշադրություն չդարձնենք, այլ ինչ որ մենք լսել ենք, ինչ որ մենք կարդացել ենք եւ չենք պահել, իմանալով հանդերձ, այս բոլորի համար հաշիվ պիտի տանք։ Եվ այստեղ Պողոս առաքյալը 3 կարևոր ճշմարտությունների մասին է խոսում, այսինքն երբ պիտի հաշիվ տանք։ Նախ իր հայտնության օրը, երբ որ Տերը երկրորդ անգամ գա այս աշխարհը դատելու, իբրև դատավոր երբ որ գա եւ իր արքայությունը երբ որ հաստատվի այդ ժամանակ։ Հիմա տեսնենք թե ինչ է նշանակում հայտնության օր, իր հայտնության օրը, երբ որ Հիսուս գա։ Ուրեմն Հիսուս պետք է նորից գա եւ ինչ պիտի անի այս անգամ իբրև դատավոր պիտի ներկայանա։ Մենք գիտենք, որ Հիսուս եկավ առաջին անգամ աշխարհ իբրև բժիշկ, չէ, որ վիրավոր, մեղավոր մարդուն կարողանա բժշկել եւ դեպի փրկություն առաջնորդել։ Ամեն մարդու էլ հետարքրում է այս հարցը, սիրելիներ, երբ որ գա, ինչ պիտի լինի։ Մենք ասում ենք, չէ, եթե այլ բան չունենք մարդուն ուղղելու, ասում ենք Աստծո դատաստանից վախեցիր։ Ուրեմն Աստված, Հիսուս Քրիստոս այստեղ ոչ միայն արդար բժիշկ է, այլև արդար դատավոր է։ Ուրեմն պիտի գա դատել իր հայտնության օրը, երբ որ Հիսուս երկրորդ անգամ գա այս աշխարհ։ Բայց նախ այս բանն իմացեք, որ վերջին օրերին պիտի գան արհամարողներ ու ծառողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների եւ պիտի ասեն, որ ուր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախարարերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է, նույն ձևով է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր։ Տերը չի ուշացնում իր խոստումը, ինչպես որ կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամեն ոք ապաշխարի եւ փրկվի։ Տեսեք, ինչու է այս տողը կարդացի ձեզ, սա Պետրոս առաքյալի ընթանական երկրորդ նամակից էր։ Ուրեմն շատ հաճախ մարդիկ, երբ որ խոսում ես դատաստանի մասին, գալստյան մասին, այս նույն տողեր իրականություն է, ասում են, ուր է Աստված, 2000 տարի անցավ, ուր է ձեր Հիսուս Քրիստոսը չեկավ, ինչ որ կար այն ժամանակ, այսօր էլ նույնը կա, իսկ ուր է այդ ամեն ինչը։ Երբ որ Նոյի նահապետը հրաման ստացավ տապանը կառուցելու, որովհետև գիտեր ջրհեղեղ պիտի լինի, հիշում եք, ես ասել եմ, քանի տարի կառուցեց տապանը Նոյը,
120 տարի։ Ուրեմն 120 տարի պատկերացնեք, չէ՞ ինչքան մեկ դարից ավել մարդը տապաներ կառուցում, ասում էր, որ ապաշխարեք, որովհետև աշխարհը պիտի ոչնչանա, ջրհեղեղ պիտի լինի, բայց բոլոր մարդիկ ծաղրում էին նույն, թե այս ինչեր է պատմում, ինչ հեքիաթներ, ինչ ջրհեղեղ, ինչ Աստված, ինչ կործանում, բայց երբ որ Նոյը մտավ տապան, դուռը փակվեց, անձրևը սկսվեց, մարդիկ եկան, դուռը թակեցին, որ փրկի։ Ինչու չբացվեց, որովհետև դուռը Աստված ինքն էր փակել։ Ինչու չթողեց Նոյին փակել, որովհետև մարդ էր, խիղճը կտանջեր, իր ծանոթ ընկերը բարեկամը պիտի բացեր։ Սա ցույց է տալիս, որ Աստծո դատաստանը քեզ մինչև վերջին վայրկյանը հիշեցնում է։ Դրա համար Հիսուսը ասում է, երբ պիտի գա իր գալուստը, մինչև որ աշխարհի բոլոր անկյուններում չքարոզվի Տիրոջ ավետարան, այսինքն յուրաքանչյուր մարդու չհասնի Աստծո խոսքը, դատաստան չի լինելու։ Բայց շարունակության մեջ Պողոս առաքյալն ասում է, այդ արհամարողները, ծառողները թող իմանան, ոչ թե Աստված իր խոստումը չի պահում, այլ պատճառը մեկ բան է, ուշացնում է, որպեսզի ամեն մարդ փրկվի ապաշխարության ճանապարհով։ Կիրակի օրը ձեզ ասացի, որ Աստված փակեց դրախտի ճանապարհը, բայց բացեց ապաշխարության դուռը մեզ համար, որպեսզի մարդը ապաշխարության միջոցով կարողանա փրկվել։ Ուրեմն Աստծո կեցվածքը այսօր մարդու հանդեպ, սիրելիներս, համբերատարություն։ Աստված համբերատար սպասում է յուրաքանչյուր մարդու դարձին եւ փրկում, որտեվ չի ուզում մեղավոր մարդը անհանկարծ կորստյան մատնվի։ Եվ պատճառն էլ այն է, որ այնքան է սիրում մարդուն, իր ստեղծագործությունը այնքան է սիրում, որ անգամ իր զավակին զոհաբերեց այդ մեկ հոգու համար։ Գերգեսացներ երկիր ինչի գնաց, մեկ դիվահարին փրկելու համար։ Ծովը, ալիքները, այդ փոթորիկը, ալեկոծությունը հաղթահարեց, որ այդ մեկ հոգում փրկի։ Այնպես էլ Քրիստոս հանձն առավ խաչը, չարչարանքը, արհամարանքը, նվաստացումը մեզ մեղքի իշխանությունից ազատելու համար։ Ուրեմն այս անգամ Հիսուս եկել էր որպես բժիշկ, որպես մարդկանց փրկիչ, բայց երկրորդ անգամ պիտի գա իբրև ճշմարիտ դատավոր այս աշխարհը դատելու համար։ Երկրորդ ուրեմն ասում է իբրև դատավոր պիտի գա Հիսուս։ Ինչ է սա։ Հիսուս միայն աշխարհի փրկիչը չի արդեն ասած, այլև աշխարհի դատավորն է։ Սակայն ասում է Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն։ Եվ նրան կրկին գալու է դատելու թե ողջերին, թե մեռածներին։ Ուրեմն Աստված չի դատում, Հիսուս ինքը պիտի գա, եւ նաեւ իր առաքյաները պիտի նստեն, Հիսուս պիտի նստի իր գահին, առաքյաները 12 այսպես պիտի իր կողքերը նստեն, եւ բոլոր սուրբերը, ճգնավորները, նահատակները նաեւ վկայություն պիտի տան եւ դատ պիտի լինի։ Այն մեղքերը, որ մենք այսօր չենք խոստովանում, սիրելիներ, մենք թաքցնում ենք, այն ժամանակ այսպես երբ որ կանգնենք դատավորի առջև, այսպես մեր ամբողջ կյանքը ժապավենի պես, մեր ծնված օրից մինչև մեր վերջին վայրկյանը, այսպես պիտի անցնի, մենք մեր բոլոր մեղքերը պիտի տեսնենք։ Պատկերացնեք, երբ որ մենք այսօր ամանչել ենք կամ վախեցել ենք, գնանք մեր մեղքը քահանային խոստովանել եւ մաքրվել, այն ժամանակ բոլորը պիտի տեսնեն։ Այսինքն հրապարակի վրա մեր բոլոր մեղքերը պիտի տեսնեն։ Այսօր չէ մարդիկ վախում են հանկարծ իրենց անունը կամ իրենց նկարը մեղքը չհայտնվի Facebook-ի մեջ կամ համացանցի մեջ, որ մարդիկ իրենց վատ բաներ չգրեն։ Ամեն բան անում են, որպեսզի սրբագրեն, թաքցնեն, բայց այնտեղ հնարավոր չէ։ Ուրեմն ոչ միայն ողջերին պիտի դատի Աստված, այլև ննջած մարդկանց, մեռած մարդկանց պիտի դատի, որովհետև բոլորը հարություն պիտի առնեն եւ ներկայանան Քրիստոսի դատաստանին։ Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայություն տալ, թե ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատել է կենդանիներին եւ մեռածներին։ Մենք ինչ ենք ասում, սիրելիներ, երբ որ մարդը հուղարկավորում ենք, ինչ ենք ասում մարդուն։ Հողը թող վրան թեթև լինի, չէ՞։ Այսինքն սա շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ։ Նախ երբ որ քեզ դնում են հողի մեջ, հուղարկավորում են, երբ որ ասում են Աստծո ձայնը լսենք, հրեշտակապետ Նազարի շեփորը հնչեցնի, որ Քրիստոս գալիս է, բոլոր մարդիկ դուրս պիտի գան գերեզմաններից, այդ պահին ովքեր որ ննջած էին նախապես, դուրս պիտի գան։ Եվ ինչու ենք ասում հողը վրա թեթև լինի, այսինքն դու այնքան հողի տակ շատ խորը թաղված չլինես, ծանր չլինի քո վրա այդ քարերը, որ դնում են քեզ վրա, որպեսզի ձայն տան դու դուրս գաս եւ կարողանաս հարություն առնել եւ ներկայանալ Քրիստոսին։ Ուրեմն այս դատաստանը, եթե մենք ողջ լինենք այդ ժամանակ, մեկ ակնթար պիտի մահանանք, որովհետև այս մեր ֆիզիկական կյանքը մի պահ պիտի ավարտվի, որպեսզի հարության խորհրդով մաքրված ներկայանան Քրիստոսին։ Դե պատկերացրեք, ողջերին եւ մեռածներին պիտի դատի Քրիստոսին։ Ինչքան ահեղ դատաստան պիտի լինի, չէ՞։ Եվ բոլոր ազգերը պիտի ներկայանան Քրիստոսին, իրենց հայրապետների առաջնորդությամբ պիտի գան, կանգնեն եւ վկայություն տան, որ սա մեր ժողովուրդն է, քահանան իր համայնքի համար պիտի պատասխան տա, որ կոչված է եղել, հիշում եք ես ասում, որ քահանային ինչ է ասում Տերը, որ քեզ դետ եմ կարգում այս ժողովրդի վրա եւ յուրաքանչյուր կորսված հոգու համար դրա արյունը քեզանից պիտի պահանջեմ։
Ուրեմն քահանայի պարտականությունը ինչքան դժվար է, որ ինքը ոչ միայն իր, այլև իր համայնքի իրեն վստահված մարդկանց մեղքերի համար է պատասխանատու։ Ուրեմն Քրիստոս իբրև դատավոր արդեն ասացի աշխարհի պիտի գա, դատելու այս աշխարհի։ Մենք ինչպես պիտի անենք, որպեսզի այդ դատաստանին առանց վախենալու ներկան։ Տեսեք Պողոս Արաքյալն ասում է. գնում եմ իմ պսակը ստանալու։ Ինքը գիտի, որ ինքը այնքան արդար է ապրել, ինքը այնքան է Քրիստոսի համար չարչարվել, աշխատել այս աշխարհի համար, ու փրկության համար, որ իրեն պսակ է հասնում, ոչ թե պատիժ է հասնում։ Կամ ինչպես որ Ստեփանոս նախասարգավակը նահատակության ասում էր հայր ներիր սրանց, որտեղ չգիտեն ինչ են անում։ Ուրեմն տեսավ հոր Աստծուն բազմած Քրիստոսին երկնքում Սուրբ Հոգուն, ասաց ներիր ինձ սպանողներին։ Մենք երբ պիտի արժանանանք սրան, երբ որ փորձենք մենք ապրել այն կյանքը, որի համար Քրիստոս խաչվեց, չարչարվեց, որպեսզի մենք փրկություն ունենք։ Եվ երրորդ այստեղ ասում է իր արքայության օրը։ Ուրեմն ամեն մարդ պետք է լավ իմանա, որ գալու է օր, որ այս աշխարհի բոլոր թագավորությունները, պետությունները, իշխանությունները ամեն բան պիտի վերանա։ Մեկ թագավորություն պիտի լինի Քրիստոսի թագավորությունը։ Եվ այս թագավորությունը հաստատված, երբ որ եղավ, այնտեղ մենք ինչպես պիտի մտնենք։ Օրինակի համար, երբ որ մենք օտար երկիր են գնում, սահմանի վրա մեզանից վիզա են, չէ՞, պահանջում, այսինքն մուտքի թույլտվություն ունես, եւ սահմանապահը կարող է քեզ մերժել կամ թույլ տալ մտնել իրենց տարածք։ Ուրեմն Քրիստոս էլ երբ որ գա այս թագավորությունը հաստատես աշխարհի մեջ, դու այդ թույլտվության հնարավորությունը պիտի ունես, հրեշտակները պիտի նստեն, կնիքդ հարվածեն։ Ես հիշում եմ մի անգամ գնացի մի պապիկի սուրբ հաղորդություն տալի, մահամերձ էր, ասացի ինչ ես տեսնում պապիկ, ինչա հետդ կատարում, ինչ ես այնտեղ անում, ասում եմ սպասում եմ թույլտվությանը։ Թույլտվությանն եմ սպասում, որ ասում եմ կնիքը խփեն, որ ես գնամ։ Այսինքն միջև վերջ պիտի մաքրվես, սրբվես, որ քեզ թույլ տան մտնես այնտեղ։ Ինչպես որ նաև հիշում ենք հարսանեկան հրախճանքեն առակի մեջ, որ ասում է տանտերը եկավ շրջելու, տեսավ մեկին, որ համապատասխան հագուշ չուներ, ասաց եղբայր, քեզ ով է թույլ տվել մտնես այստեղ, ասաց հանեց շորերը, ոտերն ու ձեռքերը կապեք եւ դուրս նետեք արտաքին խավար, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտություն։ Այսինքն անգամ հագուստը պիտի համապատասխան լինի այդ թագավորության մեջ մտնելու համար։ Եվ դու կարող ես այդ թագավորություն երբեմն ստանալ թույլտվություն։ Ամեն մարդ, երբ որ մկրտվում է, քրիստոնյա է դառնում, իր համար բացված է երկինքը, ինքը ժառանգորդն է երկնքի արքայության, բայց այնտեղ մտնելու համար ինչ ենք խնդրում կնքահայրը մկրտվողի համար։ Հավատք, հույս, սեր։ Ուրեմն այս երեքը այդ արքայության եւ բանալիներն են, որոնց դու պիտի ցույց տաս, որ տես ես քրիստոնյա եմ, իմ կյանքը հավատքով, հույսով, սիրով ապրել եմ, եւ իրենք պիտի քննեն։ Եվ այդ ժամանակ, որ քեզ ուղեկցում են, քո պահապան հրեշտակը պիտի քեզ ուղեկցի, որպես փաստաբան քեզ արդարացնելու այնտեղ, որտեղ հրեշտակը նստած, քո գործն է բացար, քո կյանքն է նայում, թե դու ինչ կենսագրություն ունես։ Ոչ թե այսօրվա պես այսինչ թվականին այս շքանշանը ստացա, այստեղ աշխատեցի, այս պատվոգիրը ստացա, գնահատեցին, այս արեցին, չէ, սրանք չի հետարքրում։ Պիտի կարդա թե Աստծուց ինչ գովասանք է ստացել։ Այսինքն Երանի այն մարդուն, որ Աստված ասում է նրա մեղքերը այլևս մեղք չի համարում, եւ քեզ գովասանագիր է տվել, որ առանց մեղքի ես ապրել այս աշխարհի մեջ։ Ոչ թե այս մարդիկ մեզ ինչքան են գովել, փառաբանել, գովերքել, բայց իրականում մենք այդ արքայության ժառանգորդը չենք լինել։ Ուրեմն Աստծո թագավորության քաղաքացի լինելու համար շատ ջանք պետք է թափել, չէ՞։ Շատ ջանք պետք է թափենք։ Ուրեմն մեզ այդ արքայությունը ձրիաբար է տված։ Ձրի տված է մեզ, այսինքն ոչ թե պիտի աշխատես, որ ստանաս, այլ ձրի տրված է քեզ, դու պիտի աշխատես, որ պահես այդ տրվածը։ Ինչպես որ Զավակ է, որ ինքը շատ ժառանգություն է ստանում իր հորից, ինքը պետք է ամեն ինչ անի, պահի այդ ժառանգությունը, չմխսի հանկարծ, տանի վատնի, կորցնի, այնպես էլ ձրիաբար տրվում է մեզ, մենք պարզապես պետք է ընդունենք, ուրեմն առաջին բանը ինչն է, որ Հիսուս Քրիստոսը մեր թագավոր, այսինքն պետք է ընդունես այդ երկրի այդ թագավորության թագավորին իբրև քո կյանք, ինչպես Նարեկացին ասում, Տերիմ եւ Աստվածիմ, սերիմ եւ վստահությունիմ։ Այսինքն այս ամենը դու պիտի բարձրաձայն Հիսուսին ասես, խոստովանես եւ ապրես Հիսուսի հետ այդ կյանքով։ Եթե դու չես ապրում այս կյանքով, պարզապես Հիսուսի մեն նեղության ժամանակ ես անում եւ չես գործում այս աշխարհում այդ սկզբունքով, ուրեմն ինքը քո թագավորը չէ։ Հрьяաները ինչ արեցին։ Հիշում եք, երբ որ Աստված հрьяաներին հանեց Եգիպտոսի գերությունից, բերեց ավետեց երկիր, իրենց ինչպես էր առաջնորդում։ Ցերեկը սյան ամպի տեսքով, չէ, ամպիսյան տեսքով, գիշերը կրակիսյան տեսքով, չէ։ Հետո ինչ արեցին հрьяաները։ Ասացին, որ մենք էլ ենք ուզում մյուս ազգերի պես տեսանելի թագավոր ունենալ։
Այսինքն իրենք հրաժարվեցին Աստծո թագավոր լինելուց, որ Աստված իրենց առաջնորդի եւ տեսանելի թագավոր խնդրեցին։ Այնպես էլ մարդը կարող է հավատալ Քրիստոսին, բայց այս աշխարհի մեջ տեսանելի թագավոր ուզեն իր կյանքը լինի։ Այն որ մենք ասում ենք իմ երեխան իմ Աստվածն է, իմ ծնողներն իմ Աստվածն են, արդեն դու վերջ դավաճանեցիր ճշմարիտ Աստծուն եւ հրաժարվեցիր Քրիստոսի թագավոր լինելուց։ Իմ ծնողն, իմ զավակը չեն կարող ինձ համար Աստված լինել։ Ինձ համար թանկ են իրենք, բայց իմ փրկիչ եւ Աստվածը Հիսուս Քրիստոսն ինքն է։ Դրա համար դու պիտի Հիսուսին ընդունես, ընդունելով հանդերձ նրա հետ ապրես եւ նրա հետ գործես այս աշխարհի մեջ, վկայություն լինելով մյուսների համար, ովքեր կուզենան այս հավիտենական թագավորության, որ բոլոր թագավորություն պիտի վիանան, այդ մեկը լինի, այդ թագավորության ճշմարիտ քաղաքացին լինել։ Երկրորդ համարի մեջ ասում է. «Եվ դու քարոզիր Աստծո խոսքը, շարունակ հայտնիր այն, ժամանակին լինի թե տարաժամ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր, կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով»։ Տեսեք, այս համար իր մեջ խտացնում է ամբողջապես հոգևոր հովի գործունեություն, այսինքն հոգևորականը, քարոզիչը, առաջնորդը, սրբազանը, կաթողիկոսը, պատրիարքը ինչպես պետք է անեն, որպեսզի իրենց պարտականությունն եւ պարտականության հանդեպ Աստծո եւ մարդկանց մաքուր լինեն։ Ուրեմն սա ամբողջ ճշմարտություն է, բայց ինչ էլ որ լինի, ինչ էլ պատմում, դու քարոզիր Աստծո խոսքը։ Ինչ էլ որ լինի, հանկարծ չվախենաս Աստծո խոսքը քարոզել։ Հռոմեացի նամակի մեջ Պողոս Արաքյալն ասում է. «Ես ամոթ չեմ համարում Քրիստոսի մասին քարոզել եւ ավետարանել»։ Եթե որևէ քրիստոնյա, հատկապես հոգևորականը, հոգևոր հովիվը ինքը ամանչում է Աստծո խոսքը խոսել, ինքը ամանչում է քարոզել, ինքը արդեն պարտություն է կրել։ Երբ որ դու հանձն ես առել այս ծառայությունը, որ Աստծո խոսքը պիտի փոխանցես, դու պիտի փոխանցես ոչ թե իբրև պարտականություն ու պարտավորություն, այլ հակառակը Աստծո փառքի համար ես անում եւ սիրով ու հոգատարությամբ պիտի անես։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ 5 հանձնարարական է տալիս, չէ՞, այսինքն նշվում է ինչպես պետք է Աստծո խոսքը խոսել մարդկանց եւ բոլոր քրիստոնյա առաջնորդին։ Ուրեմն առաջին երկուսը միասին ասում է. քարոզիր եւ հայտարարիր։ Ինչ է նշանակում քարոզել։ Աստծո խոսքը ով է։ Հիսուս Քրիստոսը, չէ՞։ Ինչպես է ասում Հովհաննես Արաքյալը, սկզբից էր բանը, բանը Աստծո մոտ էր, բանը Աստված էր եւ առանց նրա ոչինչ չեղավ, այսինքն խոսքը Հիսուս Քրիստոսը Աստծո մոտ էր, Աստծո հետ էր, Աստված էր եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Ուրեմն առաջին բանը, որ մենք այս աշխարհի մեջ պիտի անենք, մենք պետք է Աստծո խոսքը քարոզենք եւ հայտարարենք առանց ժամանակի ու անժամանակ, այսինքն այսօր քրիստոնյաներ կան, հոգեվորականներ կան անգամ, որ ամանչում են խոսել, ասում են դեռ ժամանակը չի հասել կամ տեղը չի որ խոսենք, դեռ առիթ չի եկել որ խոսենք։ Իսկ եթե առիթը չլինի, այն մարդը, որ քո հետ նստած էր, ինչպես պիտի լսի Աստծո խոսքը եւ փրկվի։ Ինչպես պիտի այդ ամենի համար հետո դու պատասխան տաս։ Այս հագուստով փողոցում քայլելն էլ արդեն քարոզ ու վկայություն է Քրիստոսի համար։ Քո գլխաշորով գլուխը ծածկած լինելն էլ, քո խոնարհությունն էլ քարոզ է մարդկանց համար։ Քո պարկեշ խոսելա ձևը, պահվածքը, կեցվածքը, նիստ ու կած անգամ հաց ուտելը քարոզ է, որ դու իբրև քրիստոնյա ինչպես ես վերաբերում այդ ուտելիքին, սեղանին դրված մյուս կերակուրներին, քո հագու կապին, ինչպես ես ըմ, սրանք բոլորը կենթանի վկայություններ են։ Առավել եւս քարոզ չի համար սիրելիներ։ Ուրեմն հակառակ այս աշխարհի մեջ անցնող բոլոր ծանրաբեռնվածություններին գործերի մենք ամեն օր շատ գործեր ունենք։ Տանը, երեսկինի ինձ համար, մյուսների համար ինձ ամուսինը, ընտանիքը, երեխան, տուն, այս ամենի մեկտեղ չպիտի խանգարի դու Աստծո խոսքը խոսես։ Ինչ էլ որ լինի, դու պետք է Աստծո խոսքի համար, որտեղ այս ամենը պիտի անցնի, Աստծո խոսքը պիտի մնա։ Ամեն բան, ինչի համար մենք այսօր պայքարում ենք, որ ունենանք, ստեղծենք, արարենք, մի օր թողնելու ենք, գնալու ենք, ոչինչ չենք տանելու։ Մեզ հետ տանելու ենք Աստծո խոսքը։ Ես եւ դուք, երբ որ կանգնենք Քրիստոսի առջև, ինչ պիտի ասի Տեր, ասել է կյանքը ցույց տուր, քանի օր ես հավատքով, հույսով ու սիրով ապրել։ Գնացել ես այնտեղ, որտեղ քեզ մերժել են, սիրել ես այն մարդուն, ով քեզ չի սիրել, լսել ես այն մարդուն, ում տանել չես կարողացել, սրանք պիտի հարցնի մեզ, ոչ թե մենք ինչեր ենք արել, այլ այն մանրուքները, որ պետք է եղել քո փրկության, քո հավատքը, հույսը, սերը ապացուցելու եւ դիմացինիդ փրկելու համար։ Դրա համար այս բոլոր գործերից առավել եւս կարեւոր է այդ գործողությունը։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ պետք է պատրաստ լինենք նաեւ ավետարանը մյուսներին փոխանցելու։ Սա էլ կարեւոր բան է, որովհետեւ մենք պետք է նաեւ բաժնեկից լինենք եւ այդ մեր բաժինը, որ մեզ տրված է, չվախենանք կիսել ուրիշի հետ։ Այսօր կան չէ շատ պատրաստված գիտնականներ, ուսուցիչներ, որ ոչ մի աշակերտ չեն պահում, իրենց գիտելիքը, իրենց համար է, սերունդ չեն թողնում։
Ես մա ինչ տարբերություն, թե սուրբ գիրքը անգիր իմանամ ու որևէ մեկին դրա մասին չխոսեմ, չպատմեմ, որպեսզի մարդիկ իրենք էլ փրկություն ունենան։ Ես ինքնավախճան նպատակով պիտի գնամ ու մեռնեմ, ոչ մի բան չպիտի շահեմ ինձ համար։ Ուրեմն Սուրբ Հոգու առաջնորդությամբ մենք պետք է դժվար ու անհարմար ժամանակներն անգամ օգտագործելով Աստծո խոսքը քարոզել։ Տեսեք, մարդը գնում է հուղարկավորության, չէ՞, օրինակ քահանան գնում է այնտեղ։ Մարդը ցավի մեջ է, տառապում է, գոռում է, կասկածում է, լացում է։ Ուրեմն քո խոսքից է կախված ինքը այդ պահին կխաղաղվի, կհավատա, թե հակառակը իր ցավի մեջ ավելի անտարբեր ու Աստծո հանդեպ արհամարհական կեցված կունենա։ Շատ կարևոր է թե այդտեղ դու ինչ ես խոսում եւ ինչ ես ուզում փոխանցել։ Եթե ուզենաս քո մարդկային խոսքով այդ մարդուն մխիթարել, քո մարդկային գիտելիքներով այդ մարդուն ապացուցել, որ մահը այսպես էր, այնպես էր, իմացի որ ձախողած ես։ Բայց մեկ բառ դու կարող ես ասել եւ այդ մարդը միանգամից խաղաղություն գտնի։ Ես իմ կյանքից օրինակ բերեմ, երբ որ գնացի մի անգամ ծանր մի դժվար հուղարկություն, որ 4 հոգի մեկ ընտանիք ամբողջությամբ մահացած էր, առաջին բանը ինչ ասաց, ես ձեզ չեմ հասկանում։ Ես զավակ չեմ կորցրել, չգիտեմ դա ինձ ցավ է, որ մեկ ընտանիք մեկ օր, բայց կարող եմ պատկերացնել, եւ մարդիկ լացը թողեցին, սկսեցին ինձ լսել, որտեվ չասեցի, վայ, հասկանում եմ ձեզ, գիտեմ դա ինձ ցավ է։ Ես չէի կորցրել, ես չգիտեի դա ինձ ցավ էր։ Ուրեմն սա պարզ բաներ են, օրինակներ են մեր կյանքի մեջ, որ դու պիտի հասկանաս, թե Քրիստոս ինչ է ուզում քեզանից այդ բանին խոսես, ասես, նաև Սուրբ Հոգուն պիտի թողնես, որպեսզի քեզ առաջնորդի։ Ուրեմն Աստծո խոսքը նաև չի նշանակում պարզապես քարոզել, ուղակի հենել ու գեղեցիկ։ Ինձանից լավ խոսողներ կան, հարյուրավոր անգամ լավ խոսողներ կան, բայց իրենցից էլ ավել, բայց շատ կարևոր է այդ խոսքը ինչպես ես ապրում։ Ուրեմն քարոզելը մեկ բան է, ապրելը մեկ բան է։ Եթե դու միայն քարոզում ես, ծանծղայի ձայն ես անում, բայց երբ որ դու ապրում ես, մարդիկ տեսնում են այդ կյանքը։ Ուրեմն մեկ բան է սիրուց խոսել, մեկ բան է սիրել։ Ուրեմն մեկ բան է հայտարարել Քրիստոսի թագավորության մասին խոսել, մեկ բան է դու դրա իրական ժառանգը լինես։ Կան մարդիկ, որ կարող են շատ գեղեցիկ խոսել, Սուրբ Գիրքը նկարագրել, բայց իրենց կյանքը նայես, կապ չունեն այդ ամենի հետ։ Հնարավոր է սիրներ։ Մարդիկ կարող են տարիներով եկեղեցու մեջ լինել, բայց այդպես էլ երբեք Աստծո սերը չճաշակեն։ Կան մարդիկ, որ շատ հաճախ ինձ ասում են, այսքան տարի աղոթեցին, մեր մեջ բան չի փոխվում, ամեն ինչ նույնն է։ Ես ասում եմ, դու քեզ փոխել ես։ Դու քեզանից պիտի ստես փոփոխությունը։ Եթե դու չես փոխվել, դու ուրիշների մեջ փոփոխություն չես կարող տեսնել։ Եթե դու ինքդ նոր մարդ չես դարձել, ուրիշին չես կարող ասել, որ նոր մարդ պիտի լինես։ Եթե դու Քրիստոսին չես զգացել, այս ջերմությունը, որ քեզ ինքը գրկում է, դու այդ տաքությունը չես զգացել, դու ոնց կարող ես դրա մասին խոսել ուրիշներին։ Հա, գեղեցիկ կարող ես նկարագրել, ինչպես որ մարդիկ, երբ որ սիրահարված են լինում, շատ գեղեցիկ բանաստեղծություն են ձոնում, երկտողեր են գրում իրենց սիրելիներին, բայց իրենց կյանքում դա չեն ապրում։ Երբ որ գալիս է մեկ հարկի տակ, այդ ամբողջը չքանում է։ Այս շատ կարող է մեկ հարկի տակ, երբ որ դու գալիս ես Աստծո հետ ընտանիք ես կազմում, այդ ընտանիքի մեջ ինչպես ես քարոզում եւ հայտարարում, որ Քրիստոս քո փրկիչն ու Աստվածն է։ Ուրեմն Աստծո խոսքը քարոզելու համար ինչ է պետք։ Պողոս առաքյալ ասում է, ապա ուրեմն հավատքը լսածից է եւ լսվածը Քրիստոսի խոսքից։ Ուրեմն հավատքն է լսելուց է զորանում։ Երբ որ մարդը ժամանակ չի տրամադրում, այ Գագո պապին միշտ ասում է, չէ, ես չեմ կարողանում կարդամ, բա ինչ անեմ, ասում եմ, բայց դու լսում ես։ Դու ամեն անգամ գալիս ես թե պատարագին, թե Սուրբ գրքի ստերում, դու լսում ես։ Ուրեմն ինչքան որ դու լսում ես, փոխվում է քո կյանքը։ Ուրեմն Աստծո խոսքն է պիտի լսես, ոչ միայն կարդաս, այլև լսես։ Ուրեմն շատ հաճախ մարդիկ ասում են, մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, ինչ կարիք կա գնանք, որ եկեղեցի քարոզիչին լսենք։ Այո, մենք շատ բան ենք կարդում, բայց շատ բաներ կան, որ մենք չենք հասկանում, այդ քարոզի ընթացքում մեզ բացատրում են, մենք հասկանում ենք։ Ուրեմն հավատքը նաև լսելուց է զորանում։ Ուրեմն շատ քրիստոնյաներ արդեն ասացի, որ հարմար առիթի են սպասում, որպեսզի քարոզեն ավետարանը, բայց դրա համար ժամանակ չկա, ասում եք, դու խոսիր, հայտարարիր ժամանակին եւ անժամանակ։ Այսինքն կարևոր չի քեզ կլսեն թե չեն լսի, դու խոսիր։ Օրինակ Պողոս առաքյալը որ գնաց Եփեսոս, գնաց քաղաքի հրապարակում կանգնեց, քարոզում էր, մարդ լսող չկար։ Նույնիսկ եկան, ասին թող գնաս տակես, դու մեր բիզնեսին խանգարում ես, մեր ստրուկներին դարձնում ես քրիստոնյա, մեզ չեն ենթարկում, գնա այստեղից։ Բայց Պողոս առաքյալը չդադարեց խոսել։ Ուրեմն ժամանակ չկա խոսելու համար։ Եվ ինչ ասում Եփես նամակի մեջ, ժամանակը օգտագործեք, քանզի օրերը չար են։ Ուրեմն ժամանակը պիտի օգտագործես։ Այսինքն երբ որ դու գնում ես որևէ մեկի հետ ճաշ ուտելու,
ընթրիք անելու, այդտեղ էլ կարող ես խոսել։ Գնացիր ուրախության հարսանիքին, քո կողքը նստած մարդուն էլ կարող ես ասել, գիտել այս բանը այդքան էլ ճիշտ։ Այս բանը ճիշտ չեն արել, սա ճիշտ չի, մեր քրիստոնեական ոգուն չի համապատասխանում, այսպես մենք պետք է անենք, եւ այդ մարդուն դու կարող ես փոխել։ Մեկ բառը պետք է ընդամենը մարդուն փոխելու համար, բայց ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, ոչ թե սпасես, մի հատ տեսնեմ այս մարդը գա եկեղեցի, նոր իր հետ խոսեմ, այլ երբ որ գիտես այս մարդը խնդիր ունի, գնա այնտեղ խոսիր։ Դրա համար ասում է քարոզիր եւ հայտարարիր, որպեսզի կարողանաս օգնել մարդուն։ Ուրեմն բոլոր առիթներով Հովան Ոսկեբերյանը շատ գեղեցիկ մի խոսք ունի, ասում է բոլոր առիթներով պետք է խոսվի Աստծո խոսքը, ոչ միայն խաղաղության ու ապահովության մեջ եւ եկեղեցում հավաքված ժամանակ, այլ ամեն ժամանակ, թեկուզ եւ մահվան ժամանակ։ Այսինքն ոչ թե միայն եկեղեցում պիտի հավաքված լինի, նույնիսկ մահվան վերջին ժամին, երբ որ գնում ես իրդ նստում ես խոսելու, այդ ժամանակ։ Ես շատ հաճախ երբ որ գնում եմ ննջեց, այսինքն արդեն հոգեվարքի մեջ եղող մարդկանց, տեսնում եմ տնեցներ այսպես առած նստած են ննջեցյալի մահամերձ մարդու կողքը, կամ հեռախոսի մեջ են, կամ իրար հետ զրուցում են։ Ասում եմ ժողովուրդ, նստած եք կողքը, բարձրացեն աղոտ կարդացեք այս մարդկանց համար, ավետարան կարդացեք, թող ինքը լսի։ Ես տարիներ առաջ այստեղ ընտանիք երբ որ մահամերձ էր, ուրեմն լուսաբացի մինչև 4 իր կողքը նստած եմ եղել, ինքը գիտակցություն չուներ։ Մինչև լուսաբացի 4-ը բարձրաձայն իր համար ավետարան եմ կարդացել։ Լուսաբացին խաղաղության մեջ ննջեց այս մարդը։ Ուրեմն ամբողջ այս հոգեվարքի ընթացքում, որ նաև վճռվում է քո ուր գնալը, դու Աստծո խոսքով հարստանում ես, դու լսում ես, հոգիդ ասում է՝ «Տես, ինձ համար աղոթող կա»։ Ուրեմն այդ մարդուն հետ կարող է ձեռքը բռնել նաև, այդ մարդու ձեռքից բռնած, որ դու միայնակ չես, այդ մահվան ժամանակ էլ ինքը Աստծո խոսքը ուզում լսել։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մարդը ցանկացած ժամանակ լսի այդ խոսքը։ Ոչ թե խաղաղենք, ուրախենք այդ ժամանակ կամ եթե պատերազմ է սկսում, նոր ենք սկսում աղոթել, չէ, բոլոր ժամանակների համար պիտի աղոթենք։ Հիմա ինձ անցյալ օրը մի տղա հարցրեց, թե Տեր այր ինչի՞ ինձ պահքը գալիս է, մենք sense բոլորս ուզում ենք պահք պահել, աղոթել, բայց ամբողջ տարին ինչի չենք անում։ Սա ամբողջ տարվա համար է պետք, թե մեն այս ժամանակի համար։ Ինչ եմ օրինակ ասում, տեսեք, մանրամարզիկը ինքը ամբողջ տարվա ընթացքում մարզվում է, չէ, իր ֆիզիկական վիճակը պատրաստ պահելու։ Բայց օլիմպիական խաղերից առաջ կրկնակի եռապատկերում իրենց մարզումները, որպեսզի հաղթանակի հասնես։ Մեծ պահքն էլ այսպես։ Մենք ամբողջ տարվա ընթացքում չպետք է սուտ խոսենք, հայոյենք, խափենք, բայց պահքի ընթացքում չանենք, չէ, պահքի ընթացքում ավելի ենք կենտրոնացնում, ուր ենք գնում, հարությանն են գնում, հաղթանակին են գնում։ Ուրեմն օլիմպիական հաղթանակն է նաև Քրիստոսի հարությունը։ Իսկ այդ օլիմպիական հաղթանակին հասնելու համար պետք է որ մենք գոնե տարվա մեջ 40 օր մեզ զսպենք չարություն անելուց, մեղք գործելուց, սուտ խոսելուց, հայելուց, շնանալուց, չբամբասել, չդատել, այս ամենը չպիտի կենտրոնացնես մեկ նպատակի համար, հարությամբ հաղթանակած դուրս գալու համար։ Երկրորդ ասում է հանդիմանիր, կամ այլ կերպ թարգմանության մեջ ասում է սխալները սրբագրիր այդ մարդուն, ով որ լսում է Աստծո խոսքը, հանդիմանիր սրբագրիր։ Ուրեմն ամենամեծ դժվարությունը մեր կյանքում, երբ որ դիմացին մարդը, որ ընդունի սխալները։ Դա ինձանից սկսած բոլորս էլ շատ դժվարությամբ ենք մեր սխալներն ընդունում եւ առավել եւս մի քիչ էլ գնա որ ներողություն խնդրենք։ Մինչև վերջ ինչ ենք ասում, ինչ եմ արել, որ մի հատ էլ ներողություն խնդրեմ։ Սա է մեր պատասխանը։ Ինչ եմ արել, որ Ադամի պատասխանն էլ էր սա։ Ասաց Ադամ ուր ես, ինչ եմ արել, որ։ Այսպես հասկացեք, որ ասում է թաքնվեց, ինչ եմ արել, ասում է ինչու կերար, ասում է ինչ եմ արել, կինն էր, ես չէի։ Նույն ձևով փորձում է արդարանալ Ադամը։ Մենք էլ այս դժվարությամբ ենք ընդունում մեր սխալները, սակայն հոգևոր հովի պարտականությունն է, եւ քարոզիչի, որ քրիստոնյայի հատկապես, որպեսզի ամեն մարդ փորձի իր դիմացի մարդուն սխալ ճանապարհից վերադարձնել։ Այսինքն, երբ որ մենք սխալները տեսնում ենք, ոչ թե պիտի խոսենք այդ մարդու սխալների մասին, գնանք ասենք, բա տիկին Սենուշ իմացար, այս ինչ բանը ոնց եղավ, ասենք տիկին Սենուշ ոնց անենք այս մարդուն փրկենք։ Ոչ թե պիտի տեսնես, այլ պիտի փորձես սրբագրել սխալները։ Ուրեմն միշտ էլ հեշտ է տեսնել այդ սխալները։ Բոլորիս մեջ էլ սխալներ կան, բայց մենք փորձում ենք սրբագրել, ոչ թե տարածել այդ սխալները, սրա բամբասանքի նյութ դարձնել այդ սխալները։ Դրա համար ասում է սխալները շտկիր, ուղիր, հանդիմանիր։ Ուրեմն ուստի նրանց խստագույնս կշտամբիր, որպեսզի առողջ լինեն հավատքի մեջ, տեսեք, խիստ, ասում երբեմն խիստ, երբեմն օրինակ այսօր մեկին ասացի, եթե այս բանը չանես, քեզ հաղորդությունից կզրկեմ։
Ինչու, որովհետև մարդը, երբ որ ասում ես քաղցրությամբ չի լսում, բայց որ խիստ ասում ես կզրկեմ քեզ սուրբ հաղորդություն ստանալուց, մարդը միանգամից անդրադառնում է սխալին։ Կամ ասում ես այլևս չենք շփվի։ Ինչու համար ոչ թե դու ես մարդուն վատն ես ցանկանում, դու ես մարդ ուղղվի, դες ասում ես կշտամբիր, ավելի վատ բառ է ասում Պողոս, այսինքն կոպիտ նույնիսկ կշտամբիր, որպեսզի հավատքի մեջ աճի ես մարդը, հավատքի մեջ կարողանա զորավոր լինի։ Եվ այս բաները խոսիր, հորդորիր, հանդիմանիր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի մեկը, որ քեզ արհամարի։ Նաև, այսինքն խոսքդ, եթե դիմացինը կարողանա կարևորել, ոչ թե արհամարանքով վերաբերել։ Այսօր մարդիկ կան, որ բան ես ասում, այսպես անում գնում են, բայց ասում են խիստ խոսիր այս մարդու հետ, որ հանկարծ չմտածի, ուղղակի խոսքերս օդի մեջ ասում ես ու անցնում կամ կասի, հետո կանցնի կգնանք, չէ։ Բաներ կան այս կյանքի մեջ, որ երբ որ տեսնում ես, հատկապես եկեղեցու մեջ, քո քրիստոնյա ընտանիքի մեջ, եկեղեցն մեր քրիստոնյա մեծ ընտանիքն է, պետք է խստությամբ խոսել այս մարդկանց հետ։ Ես երբեմն կանչում եմ առանձին շատ մարդկանց, ասում եմ, որ այսօր այս բանը տեսա, էլ մի արա։ Նույնիսկ երբ որ տեսնում եմ համացանցի մեջ սխալ բաներ են գրում, որ չպետք է չարախոսություն գրեն, անես գրեն, անում են մարդիկ, զանգում ասում եմ մի արա, ջնջի այդ տողերը։ Դու դրանով ոչինչ չավելացրեցիր քո կյանքի մեջ, հակառակը քո մեղքերն ավելացրեցիր։ Մենք ամեն օր շատ բան ենք կարդում, ամեն բան չի որ պիտի դրան պատասխան տաս։ Կամ երբ որ քեզ մի բան են ասում, չպիտի անպայման դու դրան պատասխանես, որ ասես չէ, ես ճիշտ եմ, այսպես է։ Երբեմն պիտի լսես, ասես եղավ անցնես։ Ու անդրադառնաս, ինչի համար այս ամենը քեզ ասում։ Երրորդ ասում է սաստիր այդպիսի մարդկանց։ Ուրեմն այս խոսքը թեև խիստ է, բայց իրականության մեջ, եթե հասկանանք իմաստը, ուրեմն շատ կարևոր է, ինչու, որպեսզի ճշմարիտ հավատքին վերադառնանք։ Այսինքն ինչքան որ կոպիտ է սաստիր, այսինքն լրացրու այդ մարդուն խիստարը, բայց երբ որ խորքը հասկանում ես թե նպատակը ինչն է, հասկանում ես որ նպատակը փրկությունն է։ Ուրեմն Աստված մեզ նույնպես կարող է շատ ժամանակ ցույց տալ ճանապարհ։ Մենք ունենք, չէ, ասում ենք, այ եթե ես անցյալ օր այսպես չանեի, այսօր այսպես չէր լինի։ Ուրեմն Աստված այդ օրը քեզ հետ խոսել է հանդիմանությամբ, այսինքն սխալները ուղղելով։ Երբ որ չես արել, քեզ սաստել է։ Որպեսզի դու անդրադառնաս թե քո ազատությունը սխալ գործածելու հետևանքով ինչ վնասներ ես կրում։ Դրա համար Աստված քեզ սաստել է, որպեսզի այդ մեղքի մեջ չընկնի։ Ուրեմն սաստելու համար հոգևորականը ինչ պիտի անի, նախ ինքը պետք է այդ հավատքի մեջ ճշմարիտ լինի։ Ցավոք սրտի այսօր ինչ է կատարում մեր կյանքի մեջ, հոգևորականի խոսքից պետք է դիմացինը զգաստանը, բայց այսօր հոգևորականի սխալների պատճառով անկիրթ եւ անդաստիրակ մարդիկ հոգևորականներին հանդիմանում են, որովհետեւ իրենց կյանքը այդ վկայությունը չունի սաստելու։ Օրինակ այնքան լավ եմ ինձ զգում, երբ որ գնում եմ պապիկներ, որ իրենց տաղավարը նստած նարդի են խաղում, կարտ են խաղում, երբ որ նստում եմ իրենց կողքը, մեկ էլ ասում են, «Ա տեսակ», ասում է, «Տեր հայր այստեղ 2 ժամ չենք հայոյում»։ Այսինքն Տեր հայրի ներկայությունից իրանք զգաստանում են, չեն հայոյում։ Ավելորդ բառեր չեն խոսում, չեն ասում իրար վրա չեն գոռում։ Ուրեմն տեսեք ինչքան կա, բայց եթե դու իրենցից էլ ցածր լինես, քո ներկայությամբ կա հայոյներ, կա բան բասեն, կա չարախոսեն, մի հատ էլ քեզ կքաշեն այդ ամբողջ կեղտոտ զրույցի մեջ, քեզ էլ խայտարական են։ Դրա համար պետք է այնպես իր կյանքը այնպեսի համապատասխանի, որ խոսքից մարդը զգաստանա, ոչ թե փորձի արհամարել։ Այսպիսի կարգ ու կանոն, եթե չլինի եկեղեցու մեջ, այսինքն հանդիմանելու, սաստելու, ուրեմն եկեղեցին ինչ կլինի, սիրելիներ, շատ հեշտությամբ կեղծ քրիստոնյաներ կթափանցեն եկեղեցու մեջ, իշխանություն կդառնան եւ եկեղեցին կքանդեն։ Այսօր երբ որ տեսնում ենք, թե աշխարհիկ կյանքի մեջ ինչ է կատարում, աշխարհիկ մարդիկ ինչպես են խոսում հոգեվորական եկեղեցու մասին, պատճառներից մեկը սա է, որ հոգեվորականը Քրիստոսի խոսքը իր կյանքի մեջ կենթանի ապրող խոսք չի դարձրել, առիթ է տվել անհավատին կամ կեղծ բարեպաշտին իշխանություն ունենալ իր վրա եւ փորձի ինչպես ուզի այնպես էլ վարվի։ Եվ նույնիսկ հոգեվորականին աշխարհի կանոնով դիմել, արհամարել, ծաղրել, պատճառը մենք ենք եղել, քրիստոնյաներս։ Դրա համար մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մենք նաև պատճառ չդառնանք, ինչպես Պետրոս առաքյալն ասում, ձեր կյանքը, ձեր ազատությունը այնպես ապրեք, որ անհավատները, հեթանոսները ձեր պատճառով Աստծուն չհայոյեն։ Ուրեմն մեր պատճառով կարող են նույնիսկ Աստծուն հայոյել, եթե մենք ինքներս խոսում ենք դրա մասին, բայց այդ ամենը չենք պահում։ Ուրեմն ցավոք սրտի արդեն ասացի, եւ նույնիսկ երբ որ դու ամբասիր ու անարատ կյանք չունես, աշխարհի ղեկավարներն կարող են միջամտել քո կյանքին, սիրելիներ։ Ուրեմն դրա համար է սաստելուց առաջ դու ինքդ պետք է կենթանի օրինակ լինես յուրաքանչյուր, թե անհավատի, թե քրիստոնյայի համար։ Եվ 4-րդ, 5-րդ այստեղ ասում է նաև
հորդորիր։ Ուրեմն հոգևոր հովի պարտականությունների մեկն է նաև մեղավոր մարդու հոգևոր կյանքը ինչ անել, կենթանացնել։ Այսինքն ոչ միայն սաստել, հանդիմանել, խոսել մեղքի մասին, այլ պետք է դրա հետ մեկտեղ ամեն ինչ անել, որպեսզի այս մարդու հոգևոր կյանքը արթնանա, կենթանան, ոչ թե միայն մեղքերից խոսես, դու սենց արեցիր, սենց անդադար իրեն մեղադրես, այլ օգնես կենթանա։ Ինչպես որ ծնող է, որ զավակին անդադար ասում է, դու սխալ ես, դու չգիտես, դու սենց, բայց դու չես օգնում, իրեն չես իր դաս օրինակ չես սովորեցնում, ինքը չի կարող ոտքի կանգնել։ Ուրեմն այս հորդորելու իմաստը նաև սա է, որ ամեն ինչ անես, որպեսզի մարդը ոտքի կանգնի։ Ոչ թե իր մեղքերը հիշեցնես, այլև անհրաժեշտ դեղերը տաս, նաև սա նման է այն բժշկին, որ քո ցավերի մասին խոսում է, բայց անհրաժեշտ դեղերը չի տալիս, որ դու բժշկվես։ Նույն բանն է, չէ՞, այսինքն ուսուցիչներ կան, չէ՞, ասում են, տղա ջան, դու մինչև հիմա չես իմանում սևակը երբ է ծնվել, եթե դու չես սովորեցել, որտեղից ինքը իմանա։ Չի կարդացել ինքը։ Այսինքն հեշտ է մեղադրել քո չարած, քո բաց թողածը բարթել մեկ ուրիշի վրա։ Ինչպես է բժիշկը, այսինքն խոսում է, որ գիտես քո ցավը սա է, բայց ասում է կներես չեմ կարող դեղորայք անհրաժեշտ տալ քեզ։ Նույնն էլ երբ որ դու մեղավոր մարդուն եթե հորդորես, իր մեղքերի մասին խոսես, բայց անհրաժեշտ դեղերը չտաս, իրեն կորստյան կմատնես։ Ուրեմն այս ճանապարհին հոգևորականը պետք է մեծ համբերություն եւ համբերատարություն ցուցաբերի, որովհետև Աստված նույնպես մեր հանդեպ այդպես է վերավ։ Ինչպես հայրը սիրով եւ համբերատարությամբ հանդիմանում էր երեխային, որպեսզի երեխան կարողանա սխալ ճանապարհից վերադառնալ ճշմարիտ ճանապարհի մեջ։ Տեսեք ինչքան կարևոր կետեր է թվարկում Պողոս Արաքյալը սներ մարդկանց փրկության համար։ Եվ արդեն 3-րդ համարի մեջ ասում է. «Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ յուրաքանչյուրը ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաճով»։ Ուրեմն պիտի գա ժամանակ, որ մարդիկ, արդեն երևի կա այդ ժամանակը, որ մարդիկ արհամարանքով պիտի խոսեն ավետարանի մասին, Աստծո խոսքի մասին, եւ եթե ոմանք էլ լսելու են, նախ շատերը պիտի ճշմարտությունից հեռանան, չուզենան ճշմարտությունը լսել, եւ ասում է պիտի գնան այնպիսի ուսուցիչ կամ քարոզիչ հոգեվորականներ գտնեն, ովքեր իրենց մեղքերը կարդարացնեն։ Օրինակ շատ հաճախ մարդիկ ասում են. «Տեր, ինչի եք շատ մեղքի մասին խոսում։ Ինչ եք դուք անընդհատ մեղքերի մասին խոսում, լավ բաների մասին խոսեք», ասում եմ, բայց եթե դու այդ մեղքերից չհրաժարվես, լավ բան չես տեսնելու։ Ուրեմն լավը տեսնելու համար դու պետք է մեղքը չգործես։ Կամ ամենամեծ խաբկանքը չէ, որ տարբեր կրոնական խմբակներ ասում են, մենք արդեն փրկված ենք։ Սա ամենամեծ սուտն է։ Եթե դու ապրում ես այս աշխարհում, այո, մենք փրկված ենք Հիսուս Քրիստոսով մեղքի գերությունից, բայց մուտ գործելու համար այդ ձրի տրվածը պետք է կարողանաս պահպանել։ Մի օր ինձ մեկը հարցրեց. «Դուք փրկված եք»։ Ասացի դեռ չեմ մահացել, որ մահանամ կիմանամ, շենց մատ այսպես արեց ու գնաց, որովհետև չհասկացավ իմ ասած իմաստը։ Ուրեմն ճշմարտություն նաև մարդիկ պետք է խորշեն լսել եւ գնան այնպիսի հոգեվորական գտնեն, օրինակ, որ կասի կարող ես շնանալ, այսպես ասեմ։ Ոչինչ որ կողքից սիրո ես պահում, կարևորը ընտանիքի տիրությունն է։ Իրեն ձեռը տալիս այդպիսի քարոզիչ գտնել իր համար։ Հասկացաք, այստեղ ինչի ասում, կգա ժամանակ, որ մարդիկ չեն ուզել իրենց ականջին հաճելի բաներ, որ չեն ասի շնությունը մեղք է, պիտի ապաշխարես, պահ պիտի պահես, ծոմ պիտի պահես, այլ պիտի ասեն կերեք, խմեք, քեֆ արեք, միայն թե սրտով հավատա կփրկվես։ Ուրեմն այս սրտով հավատալու համար քո արտաքին գործողությունները պիտի համապատասխանեցնես այդ սրտի ցանկությանը։ Դրա համար ինչ է ասում Տիմոթեոսին ուղված առաջին նամակի մեջ Պողոս Արաքյալը եւ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից եւ իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա եւ դևերի վարդապետությունների վրա։ Այսինքն այսօրվա մարդ օրինակի համար, երբ որ խնդիր ունի, ցավ ունի, անհանգստություն ունի, տան ինչ-որ տարօրինակ բան է կատարում, առաջին Աստծո մոտ են վազում։ Ոչ։ Առաջին գնում են իրենց նման մարդկանցից հարցնում են. «Ինչ անենք, որ մեր տունը փոխվի»։ Նա էլ ինչ է ասում, գնա այսինչ քաղաքում, թուղթ ու գիրանողի մոտ, բախտագուշակի մոտ, մոմ թափողի մոտ, գուշակություններ անողի մոտ, իրենք քեզ կասեն։ Ուրեմն տեսեք, սա ճշմարիտ վարդապետությունից հեռանալն է։ Երբ որ Աստված քեզ որևէ բան այս պահին ցույց չի տալիս կամ չի փոխում, քո համբերությունն է ստուգում, տեսնի դու ինչքան հավատարմությամբ ու համբերությամբ կսպասես իր պատասխանին։ Սիրած տղան ինչքան է վազում իր սիրած աղջկա հետևից, չէ՞։ Այսինքն ամիսներ, տարիներ, ծաղիկներ է տանում, նամակներ, երբեմն անպատասխան, դիմացն է կտրում, այնքան մինչև աղջիկը որ համոզվում է, որ այս սեր իրական է, պատասխանում է այդ սիրուն։
Այնպես էլ Աստծո եւ մարդու հարաբերությունը, այսինքն միայն մեկ անգամվա համար, երբ որ դու վազում ես Աստծուն խնդրում ես, որ Տեր Աստված տանս հիմքերը խարխուլ են, շուտ արա, մի բան արա, ու այդ պահին Աստված քեզ չի պատասխանում, դու գնում ես արդեն ուրիշ տեղ։ Սա էլ այդ ճշմարիտ վարդապետությունից խուսափել է, տեսեք, ասում է մարմաջով, այսինքն ինչքան ցանկություն են իրենց ուզածը լսելու համար։ Երբ որ գալիս են, ասում ես դու մեղք ես գործել, մեղքի պատճառով է, ասում է, այդ բոլոր մեղքերը բոլորն էլ գործում են։ Հիմա էլ նոր բան, ինչի հոգևորականները մեղքեր չեն գործում են։ Հոգևորականն էլ իր արածի համար պատասխան պիտի տա, այնպես չէ որ հոգևորականը մեղք է գործում, ինքը արդարացված է։ Հոգևորականը կրկնակի ավելով պիտի պատասխան տա։ Եթե ձեզանից այսքան պիտի պահանջվի, ինձանից այսքան պիտի պահանջի, որտեղ ես կամավորապես հանձն եմ առել այդ կյանքը չապրել, բայց եթե ձգտում եմ այդ կյանքով ապրել, ուրեմն մեղքը կրկնակի եռակի պիտի լինի։ Դրա համար մարդիկ ուզում են լսել այն, ինչ որ ցանկանում են լսել։ Օրինակի համար, երբ որ տեսնեք շատ հոգևորական քարոզիչ կլսեք, որ իրենք չեն խոսում մեղքի մասին, որովհետև կարող է դիմացի մարդկանց դուր չգա, հատկապես երբ որ հարուստները նստած այնտեղ, պաշտոնյաները նստած, իրենց դուր չի գալու այդ բառերը, իրենք այլ բառեր են խոսում։ Կամ երբ որ մեկը գալիս է ուսուցիչ չէ, երբ որ հարուստի երեխա է, ասում է տղաս ոչինչ, մյուս անգամ կպատասխանես, երբ որ աղքատ ասում է հիմարի մեկը նստիր, մյուս անգամ ծնողիդ հետ կգաս դպրոց։ Սա ամենապարզ օրինակն է մեր կյանքի մեջ։ Երբ որ հարուստը գալիս է մկրտության, հոգևորականին կոտորում է, ոնց գոհացնի, երբ որ աղքատն է գալիս չուզենալով մի կերպ այսպես արարողության ամեն ճանապարհ են դնում, որտեղ շատ օգուտ չունեն նյութական։ Սա ամբողջ խնդիրն է մեր կյանքից, որտեղ մենք չենք ուզել Քրիստոսից ճշմարտությունը լսել։ Ես միշտ երիտասարդներին ասում եմ, այն ընկերը, որ քո սխալները քո դիմացը կասի, նա է որ քեզ շատ է սիրում։ Ով որ քեզ կասի, որ սխալ ես անում, էլ մի արա, ինքն է քեզ ամենաշատը սիրում։ Նա ով որ քեզ ասում է, արա, ոչինչ, ոչ մեկ չի մանա, այդ մարդը քեզ չի սիրում եւ քո կորուստն է ցանկանում։ Նույնիսկ քեզ նախանձի պատճառով է տանում այդ մեղքի մեջ։ Ուրեմն դրա համար շատ զգուշ պիտի լինես, որ դու ում ես լսում եւ ինչ ես լսում նաեւ այս կյանքի մեջ։ Ուրեմն շատ քարոզիչներ էլ իրենք պիտի խոսեն այն ինչ որ մարդկանց է հաճելի, սա էլ պիտի անեն մարդիկ, որ ինչ են ուզում այդ մարդիկ լսեն, դրա մասին պիտի խոսեն, այսինքն չպիտի խոսեն մեղքերից, դժոխքից, հավիտենական կյանքից եւ դատաստանի մասին, պիտի անցողիկ այս կյանքի գեղեցկության մասին պիտի խոսեն։ Անցյալ օրը մեկ ինձ նամակ էր գրել, որ դուք էլ հոգևորական ու առաքելական եկեղեցու հետևորդները տխուր դեմքերով եք աղոթում, չեք ծիծաղում, ուրախ չեք փառաբանում։ Այսինքն թե ես մեղք եմ գործել, կամ գեղեցիկ ժվել Տեր Աստված կաներես, այսօր շնացել եմ կնոջս դավաճանել, այսպես չես կարող դու Տիրոջը փառաբանել։ Դու շատ, այո, երկյուղով, լացով պիտի գաս Տիրոջ առջև։ Դրա համար այստեղ ասում է կգա ժամանակը, որ կգտնեն այդպիսի ուսուցիչներ։ Եվ ինչպես որ գտնում են, չէ, այնպիսի դասախոս, որ կաշառքով գնահատականը կդնի, այնպիսի բժի, որ կեղծ թուղթ կգրի կտա իրենց, այնպիսի հոգևորական, որ կեղծ ծես կան իրենց համար, որ իրենք հոգևորվեն դրանից, ամեն բան մեր կյանքի մեջ կա։ Դրա համար ասում է այս մարդկանց հետ խստությամբ, հանդիմանությամբ, սաստելով խոսիր, որպեսզի այս մարդիկ ճշմարտությունից չհեռանան։ 4-րդ համար ասում են նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից։ Երբ որ մարդը ճշմարտությունից հեռանում է, ընկնում է արդեն կեղծ արժեքների հետևից։ Օրինակի համար Դիլիջանում ինչ սովորությունն է, երբ որ մեկի հարազատը մահացել, իրենք թաղմանը մասնակցել են, հետո հարևանն է մահացել, չեն գնում, ասում են դե մենք ստեղ գնացել ենք 40-ի մեջ ենք, ոնց պիտի գնանք այնտեղ։ Հա, այդպիսի բաներ կան։ Գալիս են, մոմից մոմ չեն վառում, ասում են, ես չգիտեմ ինքը ինչ ցավով է վառ, բայց վառը իր ցավերը ինձ կպնի։ Ուրեմն սրանք, տեսեք, կեղծ երկրորդական բաներ են։ Էջ միասին մեր մոտ սովորություն կա, եթե գյուղում մարդ կա մահացած, այդ օրը ոչ ոք չի լողանում, որ հանկարծ ինչ որ ոգի չգա մտնի իրենց մեջ, չգիտեմ ինչեր չանի, կամ սովորություն կա, գիշերը աղբը չեն թափվում, որովհետև տան կարող է բարիքը տնից հեռանա, գիշերը ձեռքեր օճառով չեն լվում, որպեսզի իրենց տան փողը չպակասի։ Սրանք կեղծ առասպելներ են, հորինվածները, որ սատանան մարդկանց մոլորեցնում է։ Նաև հոգևոր կյանքի մեջ էլ այդպես։ Ինքն մարդկա իր համար կարևոր է 40 անգամ ծնկները գետնին կպցնելը, բայց կարևոր չի սրտի մաքրությունը։ Սա էլ կեղծ առասպել է, որ եթե 40 անգամ ոտքերը ծնկես կպցնես գետնին, չէ, սիրտը պետք է խոնարհեցնես Քրիստոսի համար։ Այս ձեռքերը ինչ է ասում Պողոս Եզնի կողբացին, ասում է շատ լավ է որ մեր ձեռքերը
վեր ենք բարձրացնում աղոթելուց, բայց մենք ավելի լավ է, երբ որ այս ձեռքերը աղքատին են խնամում։ Եթե դու այս ձեռքերով փառաբանում ես Աստծուն, ամեն օր աղոթում ես, բայց քեզանից ողորմություն խնդրողի համար դու բաժին չունես տալու, սա կեղծ է քո կյանքի մեջ։ Ուրեմն այս արտեսեք ասում է ճշմարտությունից կհեռանան, կընկնեն առասպելների հետևից։ Դրա համար շատ հաճախ մարդիկ էլ այսպիսի երկրորդական բաներ պահելով են ուզում ճշմարտությանը հասնել։ Չէ, մարդը պետք է սրտով հասնի Քրիստոսին։ Այս սիրտը պիտի Քրիստոսի համար բաբախի, եւ այս սրտի մեջ պիտի Քրիստոս բնակվի, ոչ թե մեր գործողությունների մեջ։ Երբ որ դու մաքրությամբ չմոտենաս սկիհին պատարակես, Քրիստոս չի գա Սուրբ Հոգով փոխակերպի այդտեղ, որ մարմին ու այրուն դառնա քեզ համար։ Քեզ համար արտաքինը կմնա։ Եվ դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, ինչու են մեր մեջ բաժում ցավագարներ, որովհետև շատ շատերը դրան պարզ հաց ու գինու են մոտենում, ոչ թե Քրիստոսի մարմնի եւ արյան։ Դրա համար մեր մեջ կան շատ հիվանդություններ։ Եվ այս առասպելները ամեն օր շատանում են մեր կյանքի մեջ։ Կամ տեսել եք, չէ՞, մարդիկ հետ են գնում եկեղեցում այսպես։ Ուրեմն հետ գնալ պետք չի եկեղեցու մեջ։ Դուրս գալուց շրջվիր դեպի խորանը, խաչակնքվիր, մնաս բարով ասա Տիրոջը, դուրս պետք չի 50 մետր այսպես հետ գնաս, որ Աստված ընդունի քո աղոթքները։ Հասկանում եք, ինքը պետք չի որ դու ավելորդություններ հորինես ինքդ քեզ համար, որպեսզի Աստված քեզ լսի։ Ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է։ Եթե դու խոսքը, կենթանի խոսքը չես ապրում, գործողությունները, ծեսեր, արարողությունները, սրանք գեղեցիկ հոգեպարար միջոցներ են քեզ տրամադրելու այդ խոսքը հասկանալու համար։ Եթե ոչ, դու հեռանում ես ճշմարտությունից, պահում ես այնինչ որ մարդկային է մեր կյանքի մեջ եւ կորցնում ես։ Տեսեք Հիսուս ինչ ասում. չնմանվեք փարիսեցին, ինչու։ Մորուքները երկարացնում էին, անկյուններում կանգնում էին, աղոթում եւ մարդիկ թվում են աղոթողներ են։ Բայց Հիսուս ասում է դուք նրանցպես շատախոս չլինեք։ Երբ որ ծոմ եք պահում, ասում է ձեր դեմքերը տխուր այսպես չանեք, ձեր մազերը այսպես գզգզված չթողեք, կսաներվեք, կլվացվեք, որ մարդիկ իմանան դուք ուրախ եք։ Այդ ձեր պահքը ծածուկ պահեք, Աստված ձեզ հայտնապես կհատի։ Երբ որ ողորմություն կտակ, չհելնեք շեփորանեք, գիտեք այսօր մի մարդու 10 դրամ փող եմ տվել։ Լուր արա այդ ամեն ինչը։ Սրանք այդ արտաքին կողմն են, ձևականությունը, որովհետև մենք ընկնում ենք ավելի շատ ձևի հետևից, քան բովանդակության մեջ մտնելուց։ Մեր ձևապաշտությունը ավելի շատ է, քան մեր բովանդակային հավատքը։ Նույնիսկ եկեղեցում ենք, մեզ այնպես ենք պահում, այսպես չէ, ասենց իբր աղոթում ենք աշկերը, բայց ականջները կողքերն են, ինչ կլսես այնտեղ, ինչ են խոսում։ Սա է մեր հավատքը։ Սանից պիտի խուսափել, սիրելիներ։ Սանից պիտի դու ձեռք ազատվես, որ ականջդ էլ, աշկերդ էլ, բերանդ էլ, ձեռքերդ Քրիստոսին փառաբանեն, ոչ թե կապված են թե այստեղ կողքդ ինչ են խոսում։ Կամ երբ որ ամեն անգամ ներս մտնելուց դուռը բացը դու թեքվում ես, դու տեղում չես։ Դու ձևական կանգնած ես այդտեղ։ Դու կարող ես այսպես երկրպագել, գլուխդ խփել գետնին, բայց միտքդ տանը լինի, հարթուկ անջատել եմ, թե չէ։ Այն երեխեքն եկան ճաշը կերան, թե չէ։ Տեսեք ինչքան հեռու կարող ես գնալ ճշմարտությունից եւ չզգալ Քրիստոսի ներկայությունը քո կյանքի մեջ։ Դրա համար ասում է, նրանց ականջները պիտի դարձնեն ճշմարտություն եւ պիտի մոլորվեն, գնան առասպելների հետևից։ Եվ վերջին համար այսօրվա ասում է. իսկ դու արթուն եղիր ամեն ինչում, նեղությունների մեջ համբերիր, ավետարանչի գործեր արա, լիուլի կատարիր քո պաշտոնը։ Ուրեմն ասում է այս ամենը որ տեսնես, այս ամենը որ մենք տեսնենք, սներ մենք պետք է արթուն լինենք։ Ուրեմն շատ կարևոր է որ դու արթուն ես միշտ, այսինքն ուշիմ ես, զգոն ես, ամեն վարքյանդ ուշադրության մեջ է։ Երբ ենք մենք հոգնում, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում այսպիսի բաներին, կամ ուրիշների կյանքը ավելի շատ է մեզ հետաքրքրում։ Բայց դու ասում ես իբրև հոգևորական, արթուն եղիր եւ տեսեք ինչ ասում, ամեն ինչի մեջ, հատկապես նեղությունների մեջ։ Ինչ էլ որ լինի մեր նեղությունները, ինչպիսին որ լինեն, պատերազմ կլինի, սով կլինի, հիվանդություն կլինի, ընտանեկան անհաշտություններ կլինեն, դու այս ամենի մեջ պետք է արթուն միտք ունենաս Աստծո խոսքը պահելու համար։ Մեր կյանքում չկան որևէ ընտանիք, որևէ անհատ, որ դժվարություն խոչընդոտներ չունենա։ Բոլորս ունենք։ Ոմանք ժպտում են դրա մեջ, որանք տառապանքի մեջ են, ոմանք էլ մոլորված են, անհուսության մեջ են, չգիտեն իրենք ինչ անեն։ Բայց բոլորն էլ այս խնդիրներն ունեն։ Բայց նեղությունները ինչ են անում։ Մարդուն ավելի շատ Պողոս Սարաքյան արդեն Կորինթացի նամակը ասում է նեղությունները ինչքան որ մենք դիմանանք այս աշխարհում Քրիստոսյան որ մենք կրվում ենք գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Նեղությունները այսօր աշխարհը բերում է մեզ, նպատակը մեկն է՝ մեզ հավատքից կտրել։ Տեսեք, երբ որ երեխան հիվանդ է, անդամալույց պարկած է,
ծնողներն աղոթում են, չէ, ոգևորված, խնամք են տանում, բայց երբ որ երեխան անակնկալ մահանում է, ծնողի մեջ բաժանում է սկսում, հավատալ թե չհավատալ։ Ինչու Աստված այս փորձությունը, նեղությունը տվեց ինձ։ Հիմա նույնը հոգևորականին։ Ես երբ որ նոր գնացել էի բանտեր ծառայելու, ինձ թվում էր թե բոլոր 5000 կալանավորին Հայաստան պիտի փրկեմ։ Բայց առաջին 1 ամիս հետո հասկացա, որ շատ քչերին պիտի կարողանամ փրկել, որովհետև մարդիկ իրենք պիտի ուզենան փրկվել նաև։ Բայց ես չեմ հուսահատվել։ Ամեն օր գնացել եմ, ամեն օր քարոզել եմ, խոսել եմ, որտեվ գետ 1 հոգել եթե ցենտեղից հանեի, ես հաղթանակած էի։ Որտեվ նախ ես ինքս էի հաղթում, որ որպես քրիստոնյա սովորեի համբերություն անել եւ ինչպես որ այգեպան իր ծառը տնկում է, ջրում է, էտում է 3 տարի հետո նոր պտուղ է քաղում, այնպես էլ դու տարիներ հետո պիտի քաղես այդ պտուղը։ Երբ որ դու ուզում ես բոլորին փրկել, դու կարող ես նաև հպարտության մեջ ունենալ, որ քեզանից է կախված նաև այդ փրկությունը։ Դու չես որ մարդկանց փրկում ես, այլ Հիսուս Քրիստոս ինքն է փրկում։ Պարզապես դու պետք է միջոց դառնաս խոսելու, խոսքը տարածելու։ Մեկի ակնճի մի օր կընկնի այդ խոսքը եւ ինքը փրկություն կունենա։ Երկրորդ այստեղ ասում է համբերիր, համբերիր եւ ավետարանչի գործեր արա։ Ուրեմն ամեն ինչի մեջ նախ պետք է մարդը համբերություն ունենա։ Համբերություն գիտեք, համ ու հոտ է նշանակում բերել քո կյանքի մեջ։ Ուրեմն ավետարանի գործը, տեսեք, արդեն 12-րդ տարին է, որ մենք առանց ընդհատելու Սուրբ Գրքի սերտողության դասերն անում ենք, համբերությամբ։ Մի օր 50 հոգի են լինում, մի օր 5 հոգի, մի օր 3 հոգի, բայց մենք չենք դադարել խոսել։ Որովհետև այն մարդը, որ չի եղել, հաջորդ օր լրացրել է, պակասը լսել է, եւ ավետարանչի գործ, այսինքն պիտի Աստծո խոսքը խոսես դու։ Ինչ էլ որ լինի, չպիտի խոսես։ Նույնիսկ ասում եմ, հարսանիքի տեղում ապարելուց կարող ես Աստծո խոսք խոսել։ Նույնիսկ ցավիտ մեջ կարող ես խոսել։ Իմ ուսուցչի մասին մի բան պատմեմ ձեզ, ուրեմն դասի ժամանակ սիններ ինքը Համլետ էինք անցնում, այնտեղ մի ծաղրածուի կերպար կա Յորիկ։ Ուրեմն մոռացել էր անունը։ Չհիշեց այդ պահին։ Ուրեմն երբ որ դուրս եկան, հաջորդ ժամին ինքը սրտի կատված տարավ, իրեն գրկած այսպես պատգարակով տանում ենք, ասես մի րոպե, գնացեք 5-2-ի տղան ասեք, ծաղրածյանը Յորիկ էր։ Անկամ իր ցավի մեջ իրեն այսպես շտապօգնություն եկել է գրկած տանում ենք, ինքը մտածում է տղաներին այդ անունը հիշեցնի, սովորի։ Ուրեմն այս ցավի մեջ էլ դու կարող ես մարդուն օգտակար լինել, Աստծո խոսք խոսել։ Մեկ բառ, այն որ մեն իմ կյանքից էլ օրինակ վերեմ, Դիլիջանում մի կին էր մահամերձ պարկած էր քաղցկեղով հիվանդ, չարացել էր։ Տնեցիներ ինչ ասես ասում էր, թե ինչի պիտի մեռնեմ, դու ապրեք։ Գնաց իրեն տեսնելու, ասեց չեմ խաբում քեզ։ 2 օրից մեռնելու ես, ամենաշատը։ Այդքան ես ապրելու, քո օրերը հաշված են։ Լավ չի լինի, որ դու այս մարդկանց հետ հաշտվես, օրհնես, աղոթես, ինչ կուտես։ Ասեց Տեր, խնկալի կուտեմ։ Ես իմ ձեռքով էփել եմ, կերել է, մեղքերը խոստովանացրել եմ, հաղորդություն եմ տվել, բոլոր տնեցներին կանչել է, ներողություն է խնդրել, օրհնել է, առավոտյան մահացել։ Տեսեք, ամենափոքր միջոցը օգտագործել ենք այս մարդուն փրկել։ Իր սիրած ճաշով, որ ինչ կուտես, սիրտդ ինչ այս պահին ուզում, որ դու կարող ես այդ դա էլ օգտագործել, ճաշ էփել ու ընթացքում էլ իր հետ ավետարանից ենք խոսել։ Ուրեմն սա է դրա համար ամեն ինչի մեջ, նեղությունների մեջ համբերիր եւ ավետարանչի գործ արա, այսինքն ամեն տեղ որ քեզ թվում է այդ մարդը քեզ չի լսում, բայց հավատացեք որ լսում է։ Վերջին թարմ օրինակը վերեմ Երուսաղեմ գնալուց օդանավակայանում, երբ որ կնիքը հաստատեց սահմանապահ անցնեմ, հետո այդ խցիկից իմ հետ դուրս եկավ այդ աղջիկը, ասեց դեր շավարշնեք, չէ՞, ասի հա, ասեց շնորհակալություն ձեզ, դուք իմ կյանքը փրկել եք, ուզում եմ ինքնասպան լինել։ Ասում եմ որտեղ, ասում եմ դուք չեք իմանում։ Instagram-ում ձեր խոսքը լսել եմ, հետ եմ կանգնել այդ հանցանքից։ Իմ կյանքը խորն, չեմ արել ոչ մի բան իրեն, չեմ ճանաչել, բայց Աստծո խոսքը խոսել ես համացանցի միջոցով մարդը փրկություն է գտել։ Դրա համար ասում եմ, ամեն ինչի մեջ դու ավետարանչի գործ արա առանց ամանչելու։ Եվ վերջապես ասում եմ, արա լիուլի կատարիր քո պաշտոն, այսինքն ամբողջական հանկարծ չբավարարվես։ Երբ որ դու քո ձեռք բերածով բավարարվում ես, դու լճանում ես։ Երբ որ դու այսից այսքանը բավական է, վերջ քո ձախողումը սկսված է այդտեղից։ Ուրեմն ամեն օր նոր բան պիտի գտնես, նոր բան պիտի անես դիմացինիդ Աստծո խոսքով գրավելու համար։ Նոր օրինակներ պիտի բերես, ժամանակակից կյանքին պիտի հարմարացնես։ Խոսես, որ Աստծո խոսքը անցյալում գեղեցիկ գրված գիրք չէ, որ հեքիաթը նման է, այլ սա կյանք տվող խոսք է։
այստեղ կենթանություն կա, կարդացողը նորոգվում է եւ ուզում է նորից ապրել այս աշխարհի մեջ։ Եվ երբ որ դու ուզում ես ապրել, ամեն անգամ երբ որ նոր կարդում եմ, ուզում եմ նորից քրիստոնյա դառնալ։ Ուզում եմ նորից սկսել այնտեղից, որտեղ սխալվել եմ մի անգամ։ Ուզում եմ նորից ապրել այն խոսքը, որ մի ժամանակ կարդացի, խոստացա, որ կպահեմ ու չպահեցի։ Որ խոստաց այսօր նոր մարդ կդառնամ, բայց նորից հին մարդու պես շարունակեցի ապրել։ Նորից եմ ուզում այդպես ապրել։ Եվ սա օգնում են մեզ նաև այն մարդկանց կյանքը կենցաղը, ովքեր ապրել են այս կյանքի մեջ։ Այն սուրբերը, այն առաքյալները, ճգնավորները, ես ասեմ, երբ որ ինձ հարցրել եմ մի անգամ, որ հետ վերադառներ անցյալ, ինչ կուզեր, ասել եմ Քրիստոսից բացի առաջինը ուզեցել եմ Պողոս առաքյալին տեսնել։ Ոնց է այս մարդը այսքան սիրել Քրիստոսին։ Շղթաների մեջ, բանտի մեջ, գոհության մեջ է եղել, մի օր տխուրոր չի ունեցել, հակառակ ինքը բանտում նույնիսկ աշխատել են, բանտում նստած ժամանակը վրան էր գործում, վաճառում էր, աղքատներին ողորմություն։ Սա ինչքան կամքի ուժ պիտի ունենաս։ Ոնց պիտի սովորես Քրիստոսին սիրել այս մարդու պես, որ մարդ ինպես մարդ եղել ու սիրել է, ինքը ինձանից լավը կամ վատը չի, բոլորիցս լավը կամ վատը չի։ Մարդ էր, ով Քրիստոսին սիրել է ամբողջ սրտով, իր ամբողջ էությամբ եւ այդ կյանքը ապրել է եւ շատ շատերը Պողոս առաքյալին տեսնելով դարձի են եկել։ Ոչ մի բառ չի խոսել, այդ նույն հսկիչները զինվորական որ այսպես զգաստ կանգնած իրեն հսկում էին, իր կյանքը տեսել են դարձի են եկել։ Այսինքն նույնիսկ պարապ չի մնացել, նույնիսկ ասում է, չէ, ոչ մեկի դրա բեր չդարձա ես։ Այսինքն ոչ մեկի չասեցի, ինձ շոր բերեք, փող բերեք, հաց բերեք։ Հակառակ ասում է, շատ եկեղեցիներ վերցեցի, տվեցի ուրիշներին, եւ ինքն էլ իր քրտինքով վաստակեց տվեց ուրիշներին։ Սա է կենթանի օրինակը քրիստոնեության, սիրելիներ։ Ոչ թե մենք ենք քարոզում, մենք խոսում ենք, լսում ենք, ասում են մեզ, գեղեցիկ փաթեթավոր խոսքերով մեզ հրամցնում են ամեն բան ճշմարտության տեղ ընդունելու համար։ Բայց այս ամենը հասկանալ պետք է Քրիստոսին սիրել, ուղակի սիրել։ Այն էությամբ, ինչ որ Քրիստոս ուզում է եւ սիրել է քեզ այդ սիրով։ Դրա համար ոսկե օրենքն է, ինչ որ կուզես մարդիկ քեզ համար անեն, նույնը դու արա նրանց համար։ Եթե ուզում ես քեզ սիրեն, դու ավելի շատ սիր։ Եթե քեզ մեն օգնեն, դու ավելի շատ օգնիր դիման։ Եթե ուզում ես քեզ գնահատեն, դու ավելի շատ գնահատիր այն ինչ որ ունես։ Ինչ որ դու ունես, որովհետեւ մենք այսօր ապրում ենք անշնորհակալ մարդու կեցվածքով։ Ինչ որ ունենք, դժգոհ ենք դրա մեջ։ Ինչ որ Աստված մեզ տվել է, ասում ենք բավական չէ, սա էլի ենք ուզում։ Ինչ ենք ուզում։ Արդյոք որ դու նոր տուն սարքեցիր, մտար մեջ ուրեմ երջանիկ պիտի լինես։ Ոչ։ Դա երջանկություն չի բերում քեզ։ After որ դու կարմիր դիպլոմ ստացար, բոլոր հաջողություններն ես, ոչ։ Այդ ամենը պարգևող քեզ Աստված, եթե դու այդ ամենը ծառայեցնես իր եւ իր փառքի համար։ Այսքան այսօր սիրելիներ, թող Տեր օրհնի մեզ բոլորիս իր խաղաղության սիրո մեջ պահի, որ մենք էլ Պողոս առաքյալի այս խոսքը, որ վկայում եմ քեզ Աստծո եւ Քրիստոսի առջեւ, իմանանք ինչ որ այստեղ գրված է, լսեցինք, սովորեցինք, այս ամենի համար մենք հետո պիտի գնանք քննության։ Պիտի քննություն հանձնենք, պահել ենք, թե հրաժարվել ենք, գործի ենք դրել, թե սպանել ենք այդ ամենը մեր մեջ, որպեսզի այս աշխարհի ցանկություններով ու հաճույքներով ապրենք։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք միշտ ճշմարտության ձգտողները լինենք, ցանկանանք ճշմարտություն լսենք, մենք չհորինենք մեզ համար նոր պատմություններ, նոր հավատք, նոր խոսք ուզենանք դրանով ապրել, այլ հակառակը մենք Քրիստոսի ճշմարտությամբ ապրենք եւ շատ-շատերն մեզ հետ ապրեցնենք հավիտենական կյանքի համար։ Աստված պահապան բոլորից սիրելիներս։